Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, մայիսի 20 Ես քաշեցի նրանց մարդուլարերով, սիրո կապերով, Ովսե 11-րդ գլուխ 4-րդ խոսք Մեր երկնային հայրը հաճախ սիրո պարաններով է քաշում մեզ, բայց ախ որքան ենք մենք հապաղում վազել դեպի նրան, որքան դանդաղ ենք մենք արձագանքում նրա սիրալիր կանչին, երբեմն նա քաշում է մեզ առավել պարզ հավատքով մոտենալու իրեն, սակայն մենք դեռ չենք հասել Աբրահամի վստահությանը, մենք չենք կարողանում մեր աշխարհային հոգսերն Աստծուն հանձնել, այլ Մարթայի նման ծանրաբեռնում ենք մեզ շատ ծառայություններով, մեր խղճուկ հավատքը ձանձրույթ է առաջացնում մեր հոգում, և մենք լայն չենք բացում մեր բերանները, չնայած որ Աստված խոստացել է լցնել դրանք, միթե նա այս երեկո մեզ չի մղում իրեն վստահելու, միթե չենք լսում, թե ինչպես է նա ասում, արի զավակս, վստահիր ինձ, վարագույրը պատռված է, մտիր իմ ներկայության մեջ և համարձակ մոտեցիր իմ շնորհքի աթոռին, դու կարող ես լիովին վստահել ինձ, քո հոգսերն ինձ վրա գցիր, թափ տուր մտահոգություններիդ փոշին վրայիցդ և իմ ուրախության գեղեցիկ հանդերձները հագիր, բայց ավաղ, չնայած որ մենք սիրով և քնքշությամբ ենք կանչվում վայելելու այս մխիթարիչ շնորհքը, այնուամենայնիվ չենք գալիս, երբեմն էլ նա քաշում է մեզ առավել մտերմիկ հաղորդակցություն ունենալու իր հետ, մենք նստած ենք լինում Աստծո տան շեմին և նա մեզ հրամայում է մտնել խնջույքի սրահը և ընթրել իր հետ, սակայն մենք հրաժարվում ենք այդ պատվից, կան գաղտնի սենյակներ, որոնք դեռ չեն բացվել մեզ համար, և Տեր Հիսուսը հրավիրում է մեզ մտնել այնտեղ, սակայն մենք հետ ենք պահում մեզ, ամոթ մեր սառը սրտերին, մենք մեր քաղցր Տիրոջ, Հիսուսի թշվառ սիրեցյալներն ենք, որ արժանի չենք ոչ նրա ծառաները լինելու, ոչ էլ առավել ևս նրա հարսնացուն, սակայն նա աղբանոցից բարձրացրել է մեզ, որ ամուսնական ուխտով կապվի մեզ հետ, որպեսզի մենք ոսկոր լինենք իր ոսկորից և մարմին իր մարմնից, ահա թե որն է իրական սերը, բայց այս սերը մերժում չի ընդունում, եթե մենք չենթարկվենք նրա սիրո կանչին, ապա նա տառապանքով մեզ կմոտեցնի իրեն, միևնույն է, նա կհասնի իր ուզածին, ինչ անմիտ զավակներ ենք մենք, որ մերժում ենք սիրո պարանները և այդպիսով ստիպում Տեր Հիսուսին կիրառել իր խարազանի մտրակը, որը նա գիտի, թե ինչպես է օգտագործելու։